Չարմեն։ Կակա։ Ինչի էիր խաբում ինձ։ Ծիծաղում էիր, ասում էիր, որ Արամը քեզ պետք չի։ Ու այդ ոնց ստացվեց, որ հիմա որոշել ես ամուսնանաս։ Քեզ հետ եմ։ Այդ ոնց եղավ, որ հանկարծ ամեն ինչ փոխվեց։ Հա? Քեզ հետ եմ։ Ասում եմ, ոնց եղավ, որ ամեն ինչ փոխվեց ու դու որոշեցիր հանկարծ ամուսնանաս Արամի հետ։ Իսկ քեզ ինչ ա թվում, հիմա պետք է կյանքս քեզ պատմեմ։ Չէ, ես ուղղակի հարցնում եմ, հետաքրքիր ա։ Ես քեզ ոչինչով չեմ կարող օգնել։ Դե իհարկե, ինչ պիտի ասես, ասելու բան չունես։ Արդարանալու բան չունես, չէ։ Չէ։ Հետո ինչ։ Հեչ։ Ոչինչ։ Գնանք Մարիամնա։ Գնանք Արամ։ Շատ նեղված արին։ Քեզանից բացի ինձ ոչ ոք չի հետաքրքրում։ Վարդան, ես մենակ ես։ Աննանից հետ չի։ Փաստորեն տանը չի, հա։ Վարդան, ինչ ա եղել, ուր ես գնում։ Վարդան, քեզ հետ եմ։ Եկել էի Աննային տեսնել։ Որտեղ տեսներ։ Դուք իրար հետ չեք, միասին չեք դուք։ Որտեղ Աննան։ Ուր ես գնում, ես բան չեմ հասկանում, ինչ ա կատարվում։ Ինչ ես կանգնել շեմին։ Ներս արի։ Ներս արի։ Ինչ ա կատարվում ձեզ հետ։ Ես թվացիմ, ես հեսա կգժվեմ։ Դու ինձ կասես ձեզ հետ ինչ ա կատարվում։ Ինչ ա եղել, Աննա։ Մամ, ես քեզ կբացատրեմ։ Ինչ պիտի բացատրես, ինչ-որ բան ա եղել։ Մամ, հետո կխոսենք, հա։ Մեզ մենակ կթողնես։ Խնդրում եմ, մամ։ Ինչ ես եկել։ Ես քեզ ուզում էի բան ասեի։ Լսում եմ։ Ստեղ կանգնած։ Ինչի սպասում ես, որ քեզ պետք է ներսեր ավիրեմ։ Չէ։ Ուրեմն ասա, լսում եմ։ Աննա, ես ու Իրան։ Գիտեմ, Վարդան։ Գնացել էիք բժշկի մոտ։ Ուղղակի կարող էր մի քիչ նրբանկատ լինել ու չգնալ նույն հիվանդանոցը, որտեղ ես եմ լինում։ Դու Ես այնտեղ էի։ Ես ընդամենը ուզում էի ճշտեի։
Վարդան ոնց չես հասկանում, որ այս բոլոր խոսակցությունները անիմաստ են։ Իրան հղիչի։ Մենք դրա համար ենք գնացել հիվանդանոց, որ ես ճշտեի այդ հարցը։ Իրան հղիչի։ Դուրս արի Վարդան։ Ինչ։ Դուրս գնա ասում եմ։ Հենց հիմա դուրս արի։ Բայց ես Քեզ թվում է, որ Իրինան հղիչի, ես քեզ պետք է ներեմ։ Բայց ես շատ եմ ուզում, որ դու ինձ հավատաս։ Վարդան հարց եմ տալիս, քեզ թվում է, եթե Իրինան հղիչի, ինչ-որ բան փոխվելու է։ Ոչ մի բան չի փոխվելու, Վարդան, ես չեմ կարող քեզ ներել։ Ես չեմ կարողանում համակերպեմ իմ մտքեդ, որ դու կարող եք մի ժամանակ, որ ինձ հետ չլինես։ Դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ինչ ցավ է պատճառում դա ինձ։ Ես չեմ կարող քեզ ներել, Վարդան։ Ես չեմ կարող մոռանալ, որ ինձ դավաճանել ես, Վարդան։ Աննա ամեն ինչ պատահական ա եղել, ես Դու չես կարող ինձ ներել։ Պատկերացրու, որ քեզանից շատ եմ ուզում, բայց չեմ կարող։ Հասանք արամ, ու խնդրում եմ պարտադիր չի ամեն անգամ բարձրանալ հետս, ես ինձ կարող եմ։ Ես ուղղակի ուզում եի համոզվել, որ քեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Արամ, դու ինձ բերում ես մինչև շենքի մոտ, իսկ այդ նշանակում է, որ ես ապահով տեղ եմ հասել։ Դու շատ գեղեցիկ ես այսօր։ Շնորհակալ եմ, բարի գիշեր, կհանդիպենք վաղը։ Կարող եմ ներս գալ, քանի որ մենք պատրաստում ենք ամուսնանալ, իսկ ես դեռ քո մոր հետ ծանոթ չեմ։ Արամ, կներես, բայց այսօր էլ հարմար չի, մի ուրիշ անգամ լավ։ Իսկ ես կարող եմ իմ ապագա կնոջը համբերել։ Թող